Եկեղեցու միջադեպին երկու օր առաջ Այո։ դպրոցականներ ձերբակալվեցին Փաշինյանին հարվածել փորձելու համար, ասում են։ Այո։ Ո՞նց է վերաբերվում միջադեպին։ Սխալ է նախ։ Բայց ազատ արձակեցին։ Ում։ Այդ երեխաներուն։ Մեկին ազատ արձակեցին, մյուսին կալանքի են տանում։ Այո, իրավունք չունեն կալանքի տանը։ Ամեն մարդ ազատ է իր գործիքը արտահայտվելու։ Իսկ ինչպես եք վերաբերում, որ պատարագի կեսից Տիկնազորով վարչապետը մտնում է ու փորձում է առաջանալ։ Իրավունք չունի։ Կամ սկիզբից կուկա, կամ բնավ չի կար։ Էդի նպատակը տրված է որբեսի խանգարչության համար։ Քաղաքականություն չեմ սիրում։ Դրա համար կարծիք էլ չեմ ուզում հայտնել։ Բարշի որ չէ։ Ինչի համար։ Ինչի՞ պիտի կանոնավորեն, մարդը իր կարծիքն է հայտնում, դրա համար իրավունք չունենք, այդ սա ազատ երկիր է։ Իսկ ո՞նց եք վերաբերում, որ պատարագի կեսից վարչապետը Տիկնազորով մտնում է մարդկանց հրավիրել փորձում է առաջանալ։ Ամեն դեպքում կապ չունի վարչապետ եք թե ինչ եք, ամեն դեպքում եթե դու հայ ես, եկեղեցում տենց բան պիտի թույլ չտաս։ Դա իմ կարծիքն է, ես կարող եմ սխալ եմ, չգիտեմ, բայց ես գտնում եմ որ հայը պիտի եկեղեցում իրան տենց չպահի։ Ուշանում եմ Ես չեմ խոսում լրագրողների հետ։ Я уже сама отсюда хочу уехать. Настолько всего я тут навидела, что бесправовое государство, не хочу даже об этом говорить. Здесь я уже жить просто не хочу. Ո՞նց եք վերաբերում, որ պատարագի կեսից վարչապետը Տիկնազորով մտնում է Ամոթ իրան, բալաջան, ամոթ իրան, չի կարելի, ինքը չի հասկանում, որ ժողովուրդ է, եկեղեցիով է ապրում, բալաջան, ինքը ինչ, նստել է աթոռին, ես անհարմար եմ զգում արդեն։ Ոչ տեսել եմ, ոչ մի բան չեմ կարող ասել, չեմ տեսել։ Դպրոցականներ են ձերբակալվել են։ Դե շատ վատ բան են արել։ Իսկ չէ, մեկ այլ հարց էլի։ Հարցը։ Երեք պատարագի կեսից Փաշինյանը շփոթվելով եկեղեցի մտավ ու համառորեն փորձում էր առաջ շարժվել։ Ո՞նց եք դրան նայում։ Վատ եմ բոլոր ոնց ասեմ, բռնությանը ես դեմ եմ։ Անկախ ամեն ինչից։ Ով չի։ Կապ չունի, բռնությանը դեմ եմ։ Դու ասա չի մի հետանոսությունից դուրս եկան։ Ինչի համար։ Ընդունեցին ուրիշ կրոն։ Մի հատ եզդենկեր ունեմ, ասում եմ դուք դավաճան եք։ Դուք հետանոս եք։ Ես հետանոս չեմ, ասում մեջս հետանոս է, կոմոդել հետանոսությունը։ Ո՞նց եք վերաբերում, որ Քրիստոնեություն Տիկնազորով պատարագի կեսից մտնում է մարդկանց հրելով փորձում է առաջանալ։ Այնտեղ չարժ էլի խոսալ դրա մասին էլ։ Հա, եկեղեցում։ Ամոթ իրան, Փաշինյանին։ Այդ անտրանում մի տվեք իսեր ասում։ Իսկ երեք շքախմբով պատարագի կեսից փորձեց մտնել Ես չեմ եկեղեցու գնացել, առաջանալ։ առավոտ նայել եմ լրաբերով ցույց տվեցին երկու անչափած տղաների, որոնք առողջական խնդիրներ ունեն, տարել են բան։ Իսկ շքախմբով պատարագի կեսին փորձեց մտնել ու առաջ շարժվել Փաշինյանի եկեղեցում, ո՞նց եք վերաբերվում սրան։ Տիկնապահներով Դե Փաշինյանը ամենտեղ իրան գցում է ինչի համար, ինչ գործ ունի այնտեղ։ Դե ես տեղյակ չեմ հետաքրքրվում ոչ մի բանով։ Ո՞նց եք վերաբերում դրան, այ ասում եմ։ Վատ։ Մի պահ ինչ որ հեռախոսով աչքովս ընկավ, ճիշտն ասած, ճիշտ է սխալ բան է արել, դպրոցական երեխան իրան չպետք է նման բան թույլ տար, բայց Փաշինյանն էլ ճիշտն ասած իր տեղում դիրքում չի, պետք է մոտենան այնպես, որպես դպրոցական է, ասենք։ Ո՞նց եք վերաբերվում, այ որ պատարագի կեսից շքախմբով փորձեցին մտնել ու առաջանալ եկեղեցի, դա նորմալ է մարդկանց հրելով։ Կարծում եմ նորմալ չի, այդ եմ ասում, ինքը ոչ իր տեղում է, ոչ դիրքում է, իրանցից ամեն ինչ սպասելի է։ Ոնց վերաբերում, չեմ տեսել, այնտեղ չեմ եղել։ Իսկ որ վարչապետը Տիկնազորով Խփել են կպել է։ Չէ։ Խփածը չի կպել։ Դե Բայց կալանքի են տանում մեկին։ Չայել են, ափսոս են, տանեն կփչացնեն։ Իսկ ո՞նց եք վերաբերում, որ Տիկնազորով եկեղեցի են մտնում փորձում առաջանալ։ Չէի ուզի, ես չէի անում։ Ո՞նց եք վերաբերում, որ պատարագի կեսից Փաշինյանը շքախմբով գալիս է փորձում է առաջանալ եկեղեցու ներսում։ Ճիշտ ասած ինչ ասեմ։ Մի քիչ չեմ պատկերացնում տենց բան, չեմ էլ հավատում տենց բան, բայց դե կադրերը կա։ Չեմ տեսել, երևի հա խնդիրը հենց էդ է, չեմ տեսել, տեղյակ չեմ։ Ոչ տեղյակ չեմ։ Ձերբակալել են։ Ինչ անում։
Կան սխալ մարդու եք կանգնացրել, չեմ կարող ասեմ ոչինչ բան։ Չէ, կոնկրետ Տեղյակի այդ չեմ։ Օրինակ 3 պատարակի կեսից թիկնազորով եկեղեցի մտավ Փաշինյանը փորձեց առաջանալ։ Հերմեշտոց առաջացավ եկեղեցում։ Ոնց է վերաբերում այդ ամենը։ Դե վատ։ Ամեն դեպքում վատ է, կապ չունի ով է վարչապետն է թե ով է։ Եկեղեցին չի կարելի, այդքան ու վատ։